Ժողովուրդ ջան, ողջույն։ Տևական դադարից հետո էլի հանդիպում ենք այս ձևաչափով եւ մի շատ կարեւոր հայտարարություն ունեմ այսօր անելու։ Խոսքը վերաբերվում է իմ անձին, մասնավորապես իմ գործունեությանը, որը ծավալել եմ 21 տարի պրոֆեսիոնալ մակարդակում, իսկ մինչև այդ էլի այս ոլորտում որպես մարզիկ, հետագայում որպես ուսանող մարզիկ եւ այդպես շարունակ։ 2005 թվականին ընտրվեցի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երջանկայի շատակ Արմեն Երիցյանն էր ֆեդերացիայի նախագահը, եւ 21 տարի շարունակ գլխավոր քարտուղարից հետո դարձել եմ ֆեդերացիայի նախագահ եւ այսօր եկել եմ հայտնելու, որ որոշում եմ կայացրել վայր դնելու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Շատ դժվար, շատ բարդ որոշում ինձ համար, շատ երկար մտածելով, շատ երկար նաև ջանալով, որ չհանգեմ այս եզրակացության, այս որոշմանը, բայց բնականաբար ինչ ունի սկիզբ, այն ունի նաև ավարտ եւ արդեն իսկ ավարտն է իմ որպես Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ մնալու։ Բնականաբար արդեն իսկ չեմ տեսնում շարունակությունը որպես ֆեդերացիայի նախագահ, բնականաբար բոլորիդ նաև կհետաքրքրի պատճառները մի քանիսն են եւ հիմնական պատճառը այն աշխատանքային մթնոլորտն է, որը որ պետք է լինի իրականում Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու, այն կամքն է, որ պետքա լինի, բայց բնականաբար դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով ուղղակի այդ մարզաձևերը զարգացնել հնարավոր չէ։ Եվ տարիներ շարունակ բոլոր մեր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմին, այս դեպքում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն, այդպես էլ լուծում չունեցան։ Եվ բնականաբար լինելով ընդամենը այդ գործընթացի մի կողմը, տարիների ընթացքում հասկանում ես, որ այն ամենը ջանքն ու եռանդը, նվիրվածությունը եւ այն նպատակները, որը դրել ես ուղղակի քո առջև, տարիների ընթացքում իրականացնելով հասկանում ես, որ ոչ լիարժեք ես կարողանում իրականացնել եւ հասկանում ես, որ ժամանակի ընթացքում նաեւ հանդիպում ես ու հանդիպելու ես որոշակի խոչընդոտների, որոնք ուղղակի հնարավոր է նաեւ անլուծելի են եւ ուղղակի որոշում ես կայացնում, որ միգուցե քո անձն է նաև մարդկանց համար խանգարող, որպեսզի կարողանան այդ մարզաձևերն ու այդ ոլորտը ավելի զարգացնել եւ ես որոշեցի, որ ուղղակի իմ անձից ձեռքբազատում եմ մարդկանց։ Իհարկե շնորհակալ եմ բոլոր իմ գործընկերներից, բոլոր իմ մարզիկներից, որոնք 21 երկար ու ձիգ տարիներ եղել են իմ կողքին, եղել ենք միասնական, արել ենք առավելագույնը, որպեսզի աշխարհի դահուկային քարտեզում երևա Հայաստանի Հանրապետությունը եւ ասեմ ձեզ, պատվով կարողացել ենք մինչ օրս եւ ավելի շատ վստահ եմ ինձանից հետո կտանենք այդ, այսպես ասած, մեր խաչը։ Ասեմ, որ 21 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների ու ձեռքբերումների ենք հասել։ Չենք ունեցել ոչինչ։ Չենք ունեցել սերտիֆիկացված սաուղիներ, չենք ունեցել միջազգային վարկանիշային մրցաշարեր,
չենք ունեցել գրեթե ոչինչ, գույք, հանդերձանք եւ այդպես շարունակ, բայց փառք Աստծո Հայաստանի Հանրապետությունը անցկացնում է միջազգային վարկանիշային մրցաշարեր, Հայաստանի Հանրապետության դահուկորդները միջազգային մրցաշարերի ներկայանում են ամենաժամանակակից ու լավագույն գույքով եւ հանդերձանքով, Հայաստանի Հանրապետությունը ունի արդեն իսկ բազմաթիվ գրանցված սաուղիներ եւ ունենալու է եւս գրանցված սաուղիներ, ել չեմ խոսում միջազգային մրցաշարում փառք ու պատիվ մեր մարզիկներին եւ մարզիչներին հսկայական արդյունքների համար։ Աշխարհի երիտասարդների լավագույն տասնյակ, աշխարհի անվադահուկների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր, մի քանի անգամ 4-րդ մրցանակակիր, Ֆինլանդիայի գավաթի հաղթող, միջազգային խոշոր վարկանիշային մրցաշարերի հաղթող, նաև լեռնադահուկային սպորտում, դրանից բացի արդեն իսկ պարա դահուկավազքի համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր եւ այդպես շարունակ։ Եվ պատկերացրեք, այդ ամենը իրականացվել է համառ ջանքերի, զոր ու գիշեր աշխատանքի եւ այն նվիրումի, որը որ դրել են ֆեդերացիայի բոլոր անդամները միասնական եւ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորին։ Եվ բնականաբար չեմ գտնում այն շարունակությունը, որ կարելի է ունենալ, որովհետեւ ցավոք չեմ տեսնում այն կամքը եւ ցանկությունը մեր պետական լիազոր մարմնի Հայաստանում դահուկային մարզաձևերը զարգացնելու։ Եվ բնականաբար օրերից մի օր գալիս է այն ժամանակը, որ հասկանում ես այդ պարագայում դու այլևս ոչինչ չունես անելու։ Եվ այդ ամեն ինչից ելնելով կատարում եմ այս քայլը եւ առաջիկայում նաեւ կներկայացնեմ տարբեր գրառումներով Facebook-յան կներկայացնեմ այն հսկայական ծավալի աշխատանքը բաժին առ բաժին, որը կատարվել է 21 տարիների ընթացքում մեր կողմից, բոլորիս կողմից։ Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին, հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին առաջիկա Միլան Կորտինա 2026 ձմեռային օլիմպիական խաղերում եւ վստահ եմ, որ այն սերունդը, որը որ հերթափոխ է ապահովելու մեր մեծահասակներին, կանի ամենը, որպեսզի այսքան տարիների մեր կատարած աշխատանքը ել ավելի մեծ արդյունք տա եւ հիմք հանդիսանա արդեն առաջիկա տասնյակ տարիներին Հայաստանի Հանրապետությունը ել ավելի ներկայանալի, ել ավելի ուժեղ եւ ել ավելի հզոր դահուկային պետություն դարձնելուն։ Ես ինքս պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով օգնել յուրաքանչյուրին։ Այս պահին որոշում ունեմ իմ մասնագիտական նաև կարողությունները, հմտություններն ու գիտելիքները ներդնել ցավոք, ելի եմ ասում ցավոք, մեկ այլ երկրում, որի մասին ձեզ էլի կտեղեկացնեմ եւ մեծ ցանկություն կունենամ նաև, եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունում գա մի լիազոր պետական մարմնի մի ներկայացուցիչ, որը որ իրական ցանկություն կունենա եւ սեր կունենա սպորտի հանդեպ, իրական ցանկություն կունենա զարգացնելու դահուկային մարզաձևերը, ապա ես միանշանակ կանգնած կլինեմ այդ մարդկանց կողքին, հանուն Հայաստանում դահուկային մարզաձևերի զարգացման։ Եվ պատկերացրեք, այնքան եմ սիրում այդ մարզաձևերը եւ ֆեդերացիան, որ հասկանալով, որ միգուցե նաեւ իմ անձն է խանգարող, որ պետությունը շատ ավելին չի անում այդ մարզաձևերի համար, ուղղակի որոշում եմ կայացնել հեռանալու ֆեդերացիայից։ Տեսեք, 2026 թվականի հունվարի 20-ն է, 21-ը արդեն, եւ 20 եմ։ Եվ մինչ օրս դեռ պետական ֆինանսավորումը
չի բացվել, ֆեդերացիայի հետ պայմանագիր չի կնքվել։ Եվ մենք արդեն ձախողել ենք 4 միջոցառում, որից մեկը միջազգային վարկանիշային վերջին մրցաշարը Լեհաստանում, որը որ հնարավորություն էր տալու մեր դահուկավազորդներին էլ ավելի լավացնելու իրենց վարկանիշային միավորները եւ էլ ավելի ամրապնդելու իրենց քվոտաները։ Ցավոք դա տեղի չունեցավ։ Եվ եթե ձմեռային մարզաձևերում, տվյալ դեպքում դահուկային մարզաձևերում ընդամենը դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներն են մարզաձևի, այսպես ասած, ամիսները, ժամանակահատվածը, եւ դեռևս հունվարի 20-ին չենք ստացել պետական ֆինանսավորումը, որը որ նախատեսված է Հայաստանի առաջնությունների միջազգային մրցաշարերի ուսումնամարզական հավաքների, բնականաբար հասկանում ես, որ տարիներ շարունակ նույն իրավիճակում, իրավիճակը փրկելով, վստահաբար իմացեք, տարիներ շարունակ նույն իրավիճակն է եղել եւ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության առաջնությունները անցկացվել են պարտքով եւ նույնը շարունակվում է հիմա։ Եվ բնականաբար հասկանում ես նաեւ, որ չի կարող տարիներ շարունակ եւ անընդհատ այս գործընթացը շարունակվի։ Եվ առաջիկայում ընդամենը 1-2 օր հետո նախատեսած էր Հայաստանի Հանրապետության, դահուկավազքի Հայաստանի Հանրապետության առաջնությունը մեծահասակների, որից հետո պատանիների, արդեն մեկ անգամ պատանիների առաջնությունը հետաձգվել է անորոշ ժամանակով, իսկ մեծահասակների առաջնությունը արդեն չգիտեմ ինչ է լինելու։ Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակները նամակներ են ուղարկում հարցումով, որ վերջի վերջո տեղի ունենալու, տեղի չի ունենալու եւ ինչպես են իրենք գալու, եւ մենք մինչ օրս չենք կարողանում իրենց պատասխանել, որովհետեւ ցավոք դեռ լուրջ ունենք, թե պետական ֆինանսավորումը երբ կստանանք, որը որ նախատեսված է պետական բյուջեի միջոցով անցկացնելու այդ մարզական միջոցառումները։ Եվ այս պարագայում բնականաբար արդեն էլ իմաստ չունի շարունակել են գործունեությունը, որը որ սկսվել է 21 տարի առաջ, որը որ ցավոք կամ երևի որոշ մարդկանց համար բարեբախտաբար ավարտվում է հիմա։ Լավ եմ մաղթում բոլորիդ, առողջ եղեք, Աստված բոլորիս պահապան, ընթացս ես կներկայացնեմ այն իրականում ահռելի մեծ աշխատանքը, որը որ կատարվել է այս 21 երկարուձիգ տարիների ընթացքում։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, բոլորիդ հաջողություն եմ մաղթում։